Պարոն գեներալ, խնդրում եմ կներկայացնեք ընդհանուր առմամբ զորավարժության նպատակ առանձնահատկությունները որոնք են եւ արդյունքները ինչպիսին են։ Զորավարության նպատակը հետագա խնդիրները արտացոլված են հայ-ռուսական համաձայնագրի մեջ զորքերի ուժերի միացյալ խմբավորման համաձայնագրում, որտեղ գրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի ուժերի միացյալ խմբավորումը նախատեսված է ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ոչ միայն Հայաստան Հանրապետության եւ գրված է տարածաշրջանում, այսինքն այս ամենը կապված չէ միայն մեկ ուղղության հետ, այլ կապված է Հայաստանի Հանրապետության բոլոր ուղղությունների հետ, որտեղ մեր երկրին կսպառնա ցանկացած վտանգ եւ մարտահրավեր։ Ինչ ուժեր միջոցներ են ներկայացնում։ Ուժերն ու միջոցները ընդգրկված են համաձայն մարտական կազմի, ըստ որի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմը ես չեմ կարող ասել, մտնում են բոլոր այն ստորաբաժանումներն ու բոլոր զորամասերը, որոնք համաձայն վերոհիշյալ պայմանագրի եւ համաձայնագրի նախատեսված են համատեղ գործելու եւ մարտական խնդիր կատարելու համար։ Կա այնպիսի մի մարտական առաջադրանք, որ այս ուժերը կդժվարանան կատարել։ Նման բան չի կարող լինել, որովհետև մարտական խնդիրը դրվում է այն զորամասերի եւ ստորաբաժանումների վրա, որոնք իրենց կազմահաստիկային կառուցվածքով, անձնակազմի սպառազինության եւ տեխնիկայի համալրման տեսանկյունից պարտավոր են եւ կարող են կատարել ցանկացած խնդիր։ Այսօրվա մեր հակառակորդը կասեք, ինչ է տեղնում, մեկ էլ արդյունքները գոհացրեք։ Այս փուլում սցենարային ոչ մի բան չի եղել, որովհետև խնդիրը կատարվում են ըստ ստեղծված իրավիճակի։ Մենք ցույց տվեցինք այն սպասվելիք եւ այն հնարավոր գործողությունները, որը կարող են լինել ցանկացած մարտական գործողությունների ժամանակ, սկսած սահմանապահ զորքերի գործողությունը եւ գործողությունները իրենց վստահված տեղամասերում պահպանության, պետական սահմանի կամ շփման գծում գտնվող ստորաբաժանումների գործողությունները կրակային դարաններում, հակառակորդի առաջխաղացման դիմագրումը օգտագործելով ռազմաօդային ուժերի բանակային ավիացիան, ռազմաճակատային ավիացիան եւ կործանիչ ավիացիան։ Օգտագործեցինք մեծ քանակությամբ հրետանային միջոցներ, որոնք էին ինքնագնաց, որոնք էին D30 հրետանային դիվիզիոնները, BM21 հրետանային ստորաբաժանումները, մեծ քանակությամբ օգտագործեցինք զրահատանկային տեխնիկա, տանկերի եւ հետևակի մարտական մեքենաների կիրառմամբ, դուք բոլորը եւ նկատեցիք օդային նշանակետերի խոցումը եւ կարեւորը որպեսզի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի հակառակորդին դիմագրելուց հետո անել ամեն ինչ, որպեսզի հետ շպրտել իրենց հարձակման ելման դիրքերը։ Այստեղ կարեւոր է, որ մենք հասանք մի քանի մեծ խնդիրների։ Առաջինը յուրաքանչյուր զինծառայողի անհատական եւ միայնակ վարպետության ցուցաբերումը, քանի որ զորավարությունը համարվում է մարտական պատրաստության դափնեպսակը։ Այսինքն այն ինչ որ մենք կատարում ենք ամբողջ ուսուցման ժամանակ, դրա արդյունքները մենք պետք է տեսնենք մարտավարական զորավարության ընթացքում, որի վառ վկան այսօր դուք եք։ Արդյունքները նախնական ինչպիսին են, ինչպես կգնահատեք։ Արդյունքները գնահատվում են, երբ որ կատարվում է վերահսկիչ խմբերի աշխատանքը, զորամասերի եւ ստորաբաժանումների մարտավարական գործողությունները եւ կրակային խոցման արդյունքները։ Արդյունքների մասին լրացուցիչ արդեն կասվի։ Գումարվում են զորամասերի եւ ստորաբաժանումների մարտավարական գործողությունը, այսինքն պրակտիկ չոր դուք տեսաք, եւ կրակային խոցման արդյունքները։ Մեկ էլ անհասկանալի պաշտպանություն։ Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Մակարյան։ Պարոն գեներալ-մայոր, դուք ասացիք, որ Անդրանիկ Մակարյան։ ասացիք, որ ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև տարածաշրջանում անվտանգություն գաղտնիք չէ, որ Ոչ միայն Հայաստանի տարածքին սպառնացող մեկ ուղությունից, այլ Հայաստանի տարածքին սպառնացող բոլոր ուղություններից։ Արցախի հետ կապված շատ գիտեք, որ ասում են Արցախին վտանգը դա ուղիղ վտանգ է Հայաստանի Հանրապետությանը։ Այս զորամիավորման համար նույնպես այդպես է։ Ես իրավասու չեմ պատասխանել նման հարցերին, ես ասում եմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության տարածքին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում մենք պարտավոր ենք կիրառելու բոլոր ուժերն ու միջոցները, բոլոր հնարավոր ուժերն ու միջոցները, որոնց մեջ մտնում են հայկական զինված ուժերի
զորամիավորներն ու բոլոր զորամասերը եւ այն բոլոր ուժերը, որոնք նախատեսված են մեր երկրի անվտանգությունը ապահովելու համար։ Օրինակ այդ վտանգը ինչպես պետք է դրսևորվի, տավուշում, ռմբակոծում են, դիվերսիա է լինում, դա այս զորամիավորման համար պետք է որպեսզի գործի։ Նախիջևանում եւս իրավիճակը լավատր, ինչպես պիտի դրսևորվի։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության տարածքին սպառնացող ցանկացած վտանգի, ցանկացած ուղղությունից մենք կերել ենք եւ օգտագործել ենք բոլոր ուժերն ու միջոցները։ Հարցը ուղիղ էր, ռմբակոծում են ենթադրենք Ոսկերվազը Նախիջևանի կողմից գործողություններ կնախատեսվի, թե պետք է պաշտոնապես պատերազմ հայտարարված լինի, այդ ենք ուզում հասկանալ։ Այս զորամիավորումը երբ է այսպես լիազորությունները սկսում Տվյալ գործել։ հարցին կպատասխանվի, պատասխանը կտրի պետական մակարդակով, ոչ զինվորական մակարդակով, որոշումը կայացվի պետական մակարդակով եւ դուք դա կլսեք։ Այսինքն Հայաստանի տարածքային պիտի լինի իրենց Հայաստանի կողմից Հանրապետության տարածքին սպառնացող ցանկացած վտանգի համար մենք ունենք անհրաժեշտ բոլոր ուժերն ու միջոցները, իդեմս մեր բոլոր զորամիավորումների եւ զորամասերի հայկական զինված ուժերը, որոնք այսօր պատվով արժանապատությամբ կատարում են իրենց դրած մարտական։ Պարոն գեներալ, սահմանային իրավիճակը մի փոքր կներկայացնեք, 3 լուրեր եղան Արցախում, որ դիպուկահարներ են ակտիվացել, կարծես թե վերջին դադարից հետո առաջին ակտիվացումներ։ Ինչ իրավիճակ է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Շփման գծում վերահսկելի իրավիճակ է, այնպիսի մի իրավիճակ, որը մեզ համար արդեն սովորական երևույթ է։ Արտարոզ ոչինչ չկա, ցանկացած ոտնձգությունների դեպքում արժանի պատիժ եւ արժանի պատասխան։ Մեզ համար սովորական երևույթ։ Ներողություն